Սով։ Հա։ Դավայ, սկսում ենք։ Մի վարքան մեկ լավ։ Վայ, չէ, արագացրու։ Դե։ Սոֆիա։ Ուխի։ Պատրաստ ես։ Ողջույն։ Քանի որ Սոֆան այսօր կարևոր բաներ էր փնտրում, իր հեռախոսի մեջ մենք էլ կպատմենք ձեզ Ավետիք Իսահակյանի ամենապիտանի բանը հեքիաթը։ Համաձայն ես։ Դե գնացինք։ Ժամանակով արևելքի մի հրաշագեղ աշխարհում արտարամիտ եւ խելացի մի թագավոր է եղել։ Նա ունեցել է 3 որդի։ Եղավ, որ այդ թագավորը ծերացավ եւ կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, ով ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին։ Ուստի մի օր կանչեց որդիներին եւ ասաց. Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել։ Ես վաղուց իջած կլինեի գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս։ Եվ հիմա ձեզանից, ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը։ Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը։ Այդ ինչ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին։ Ահա տեսնում եք, այդ ահագին եւ մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ։ Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին եւ որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը։ Այդ շտեմարանը մնում է դատարկ։ Եվ հիմա, ով ձեզանից կարողանա այդ շտեմարանը լցնել իր բոլոր անկյուններով, ծայր է ծայր աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա էլ արժանի լինի իմ գահին։ Առեք գանձերիցս, ինչքան որ կուզեք, եւ առանձին ուղի ընկեք, քաղաք է քաղաք, աշխարհ է աշխարհ, գտեք այն բանը եւ լցրեք իմ շտեմարանը։ Ձեզ 3 անգամ 40 օր միջոց եմ տալիս։ Որդիները համբուրեցին հոր ձեռքը եւ ճանապարհ ընկան։ Ամբողջ 3 անգամ 40 օր նրանք շրջեցին քաղաք է քաղաք, աշխարհ է աշխարհ, տեսան ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև։ Բարով եք եկել, անգին որդիներս, գտել եք արդյոք եւ բերել ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում։ Այո, գտել ենք, սիրելի հայր, պատասխանեցին որդիները։ Եվ հայրն իսկուն վեր առավ որդիներին եւ գնացին շտեմարանի դուռը։ Այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները եւ ժողովուրդը։ Թագավորը բացեց դուռը եւ կանչեց մեծ որդուն։ Ինչով կլցնես այս ահագին շտեմարանը, սիրելի որդյակ, ինչ բանով, որն աշխարհում ամենապիտանին կլինի։ Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուր հացահատիկ, բարձելով դեպի հայրն ասաց. Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր։ Ինչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը։ Ով կարող է առանց հացի ապրել։ Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա։ Ինչով կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ։ Ինչ բանով, որն աշխարհում ամենապիտանին կլինի։ Եվ միջնեք որդին հանեց գրպանից մի բուր հող, բարձելով դեպի հայրն ասաց. Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ինչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը։ Առանց հողի հաց չկա, առանց հողի ով կարող է ապրել։ Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա։ Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն։ Ինչով կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ։ Ինչ բանով, որն աշխարհում ամենապիտանին կլինի։ Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայս քարին խփեց հրահանը, կայց հանեց, վառեց աբեթը, հետո մոմը։ Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը։ Դե, ասա, որդի, ինչով կլցնես, անհամբեր ձայնով հարցրեց հայրը։ Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն, շատ թափառեցի, շատ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ոչ մի բան չգտա։ Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում, առանց լույսի հողը հաց չի ծնի,
Առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի։ Շատ թափառեց, շատ աշխարհներ տեսա եւ գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, եւ միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը։ Ապրես, գոչեց ուրախացած թագավորը։ Քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ եւ մարդկանց հոգիները։ Ապրած կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, գոչեցին պալատականները ու ժողովուրդը ամբողջ։ Սով, ինչ կասես, որն է իրականում ամենապիտանի բանը։ Եթե քեզ ասեին, գնա եւ գտիր աշխարհի ամենապիտանի բանը, ինչ կբերեիր։ Ես համաձայն եմ կրծել որդու հետ, գիտության լույսը, նաև մեծ որդու հետ էլ եմ մի քիչ համաձայն, որովհետև Հացի հետ կապված։ Որովհետև եթե դու հաց չտես, դու կմահանաս մանկը։ Իհարկե ճիշտ ես, եթե չսնվես, ապա լավ ավարտ չի ունենա։ Այդ ամենը ես միանշանակ չեմ կարող պատասխանել, թե որն է աշխարհում ամենապիտանի բանը, անկեղծ ասած, որովհետև շատ բաներ կան։ Մեկը մյուսի հետ կապված են, այո, բայց շատ բաներ կան, որ պիտանի են։ Գիրքը, գիտության լույսը, հացը, ջուրը, հողը, ամեն ինչը։ Բայց կա մի բան, որ առանց գիտության լույսի, այսինքն հացը մի օր կվերջանար, ճիշտ է, ինչքան էլ որ շատ հավաքած լինեին։ Հողը մի օր բերքը կտար եւ միգուցե չորանար, եւ եթե գիտելիք ընդհանրապես չլիներ, ստեղծել հաց, այսինքն հողը մշակել եւ այլն, շատ դժվար կլիներ եւ կրծել որդին որոշեց պարզապես կրթությամբ, լույսով, գիտությամբ լցնել մարդկանց հոգիները։ Իսկ մենք սպասում ենք անհամբեր, մեր սիրելի փոքրիկներ, ինչու՞ չէ նաև մեծեր, ձեր կարծիքին գրեք մեկնաբանություններում, թե որն է ըստ ձեզ ամենապիտանի բանը։ Ես ու Սոֆան, ինչպես միշտ, ինչ ենք անելու։ Կարդալու ենք ձեր մեկնաբանությունները եւ անպայման պատասխանել։ Եթե դեռ չեք հետևում, անպայման հետևեք Life Armenia-ի էջին, հետևեք նաև Վերելք դրամատիկական թատրոնի էջին, մենք այսօր գտնվում ենք իդեպ Վերելք դրամատիկական թատրոնում, Արմավիր մարզում, Մեծամոր համայնքում։ Կհանդիպենք հաջորդ անգամ։